2016-ի առաջ էր ըստ էության, որ 4 միլիարդ դոլարից 4 միլիարդ դոլար հայտնի թիվն է դա, ընդ որում մոտ 190 տանկեր, դա գիտենք, բայց դե գիտեք, այդ պատերազմը այդ ռուսական զենքով չկար։ Ես չեմ արդարացնում էլի, որ ասենք ռուսներ եւ այլն, բայց իսրայելական օդային գերակայությունը չէ մեր գլխին չարկատակ խաղաց 2020 թվականին, որտեղ 90-100 տանկերը ճիշտը խոսենք էլի։ Ուղղակի գիտեք ոնց է, ցավոք նորից վերադառնանք մի քիչ պատմաբանի հայացքով էլի 94-2018-ի միջակայքին, տպավորություն կար, որ մենք ուղղակի հաջողության թմբիրի մեջ էինք եւ համարում ենք, որ հնարավոր չի էլի, հնարավոր չի։ Եվ կար երաշխիք, դա էր շնորհալի։ Այո, եւ տեղ նախկին 3 նախագահները ըստ էության կարող են արդարանալ ասել, այո, մեր օրոք հնարավոր չէր եւ մենք պահեցինք դա։ Հիմա այլ հարց է, որ իրենք դա պահեցին ոչ թե երկրի ներքին ուժերի ուժեղացման հաշվին, այլ միջազգային պայմանավորվածությունների եւ բալանսի հաշվին, եւ տեղ ուղղակի խելոք ղեկավարները պետք է մտածեն, բալավ, եթե մենք մի օր չլնենք եւ այս բալանսը խախտվի, չէ՞ որ մեր երկիրը չունի ներքին իր ուժը, իսկ իմ կողմից անչափ հարգված Իսրայելը գիտեք ինչ կանոն ունի։ Իր առաջի դաշնակիցը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, գիտենք, բայց Իսրայելը պատրաստ է այն սևորվան, երբ որ մի օր Ամերիկան իրեն չի պաշտպանի։ Եվ ինքը պետք է այդ պահին դիմանա այնքան, մինչև Վաշինգտոնում նոր ադմինիստրացիա կգա եւ նորից իրեն կպաշտպանի։